Գերիների 4 գերիների վերադարձան պարոն Սիմոնյան, դեռևս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է մնալ գերի Ադրբեջանում, նրանց վերադարձի շուրջ ինչ գործընթացներ են ծավալվում։ Հիշում եք, մի ամիս առաջ ճեպազորեցի ժամանակ եւ ընդհանրապես միշտ հարցնում ենք գերիների հետ կապված ինչ գործընթաց է, ու մենք միշտ պատասխանում ենք, որ այդ գործընթացը չի երևում, բայց դա անընդհատ իրականացվում է, այս գործընթացի հետևանքներն է, այնքան ժամանակ, ինչքան որ մենք այնքան հաճախ, ինչքան որ մենք հանդիպում եւ խոսում ենք դրա մասին, մենք երևի թե որևիցե թեմայի մասին չենք խոսում, ինչպես նաեւ ոչ միայն գերիների մասին է խոսքը գնում, նաեւ մենք հաճախ խոսում ենք, նաեւ միշտ մշտապես խոսում ենք նաեւ անհայտ կորածների հետ կապված եւ այդ process-ը ավարտվելու է այն ժամանակ, երբ որ որևիցե մեկի մոտ որևիցե հարց չի մնա եւ որևիցե մեկը այլևս այնտեղ մեր հայրենակիցներից չի մնա եւ որևիցե մի տարբերություն մեր համար չկա, բոլորը պետք է վերադառնան եւ դա ժամանակի հարց է, ես վստահ եմ։ Պարոն Սիմոնյան, նույն գերիների վերադառնալու այդ տեղեկատվությանը զուգահեռ տեղեկատվություն տարածվեց նաև, որ սիրիացի 2 վարձկաններ են փոխանցվել, 3 Նիկոլ Փաշինյանը Սիրիային, Թուրքիայի միջոցով, 3 Նիկոլ Փաշինյանը դա մեկնաբանեց որպես Սիրիայի նկատմամբ բարեկամական որոշում, ինչու հենց հիմա։ Ինչ անշանակում ինչու ինձ եմ, իսկ ինչի ոչ մի տարի առաջ կամ մի տարի հետո, հա։ Համընկել է, դեպ ասեմ, որ շատ երկար process է եղել այդ փոխանցումը, շատ վաղուց սկսված process է եղել եւ սիրիական կողմի հետ այդ աշխատանքը շատ դժվարությամբ իրականացրել ենք, այսինքն ինչի չփոխը, դա բարի կամքի դրսևորում էր, ինչպես վարչապետը ասաց, Սիրիայի պետության նկատմամբ։ Եվ փոխկապակցված չեն, ինչպես պնդեց Փաշինյանը, այդ պնդումներից հետո էլ ասենք հիմա էլի լրատվությունից ենք էլի խոսում, էլի նույնպես վերադառնանք։ Հիմա ինչ է ենթադրում, պետք է ասեմ, չէ, Փաշինյանը սխալ էր պնդել դա, այսինքն ուզում հասկանամ հարցը տալուց առաջ որ տալիս եք ինչ եք ակնկալում լսեք։ Ինչ դա, եկեք 3 տարբերակ քննարկենք։ Ա. Փաշինյանը սխալ էր, ես ճիշտ, B. Ես չեմ պատասխանում, ինչ եք ենթադրում։ Իհարկե, Հայաստանի Հանրապետության վարչապետը ասել է եւ ընդհանրապես գերիների հետ կապված զբաղվում է եւ աշխատանքներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր համապատասխան գերատեսչություններով, ոչ падգամավորները, ոչ ազգային ժողովի նախագահը, ոչ որևիցե այլ մարմին կամ անձնավորություն դրանով չի զբաղվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կառավարության ղեկավարի գլխավորություն։ Եվ վերադառնալով նորից մի վերադարձի, սպասի մի հատ վերադառնանց, որ մի ժամը խոսում էինք իրար հետ, վերադառնում ենք։ Տիգրան Ավինյանին հրավիրել եք ձեր ծնունդին։ Ես անձնական հարցերին չեմ պատասխան, բայց ես անգամ կպատասխանեմ, Տիգրան Ավինյանը հրավիրված է եղել իմ բոլոր ծնունդներին։ Հա ինչու՞ չէր եկել նկարներ։ Երկրում չէր, ինձ որ ես իրեն հրավիրել եմ, ասել եմ, որ հրանք ասեց կներես, բայց կնոջս եւ երեխաների հետ ինչ որ քաղաքում չենք եւ հրավիրել եմ։ Ես խնդրում եմ որևիցե ինտրիգ չփնտրել, որ հրավիրված չի եղել, որ իմ ընկերներն են հրավիրված են եղել, որ ընկերներս չեն հրավիրված չեն եղել, առանց այդ շատ մեծ ծնունդ էր առանց այդ։ Բայց ճշտում եք կներեք, որ նորից վիդանից եմ ուզում հարցրեք։ Դուք ինձ ասացիք, դուք սխալ եք, դուք ինչ եք հասկացել այդ հայտարարության, պարոն Սիմոնյան, ինչ է դա։ Ես հասկացել եմ, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլևս իրողություն է եւ թշնամանքի էջը մենք միասին այնուամենայնիվ կարողացել ենք երկստեք փակենք, թե մենք հայերս, թե թուրքերը, եւ մենք պետք է ամրապնդենք այս խաղաղությունը, ես դա եմ հասկացել։ Ես հասկացել եմ, որ Հայաստանը չի կարող եւ չպետք է իրեն տարածաշրջանից դուրս դնի։ Մենք չենք կարող, տեսեք, Ռուսաստանի հետ մենք սահման չունենք եւ Եվրոպայի հետ էլ սահման չունենք, հա։ Եվ մեր տարածաշրջանի մենք 4 հարևան ունենք եւ այդ 4 հարևանից դուրս մենք մեզ չենք կարող դնել եւ շնորհակալություն եմ հայտնում այդ հայտարարության համար, դրական եմ գնահատում եւ շնորհակալություն եմ հայտնում նաեւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որ մեզ աջակցում է խաղաղության ուղու մեջ։ Իլհամ Ալիևի անձամբ այսպես ֆինանսավորման բերում, եթե այսպես խաղաղության թեզ է, այսպես տարածքային ամբողջականություն հարգելով եւ այդ ամեն ինչու է Ալիևը այսպես ֆինանսավորման, պետական ֆինանսավորման թեզը առաջ տանում, ինչի համար է իրեն։ Ես չգիտեմ հետքը ինչ է պարզել, բայց մի քիչ անշնորհակալ է, հա, մտածել, որ Ադրբեջանում որևիցե քաղաքական նարատիվ կարող է գոյություն ունենալ առանց իրենց երկրի ղեկավարի իմացության եւ առանց իրենց երկրի ղեկավարի
աջակցությամբ։ Հիմա ես չգիտեմ եղել է ֆինանսավորում թե չի եղել, մեզ տեսնում ենք մենք հայտարարությունները, մենք աշխատում ենք ադրբեջանական կողմի հետ, այդ հայտարարությունները փոխվում են, այդ խոսակցությունները փոխվում են։ Եթե դուք 4 տարվա, 3 տարվա առաջվա հայտարարությունները համեմատեք, այսօրվա հայտարարությունները համեմատեք, նախագահի իրենց նախագահի խորհրդականի հայտարարությունները, արտաքին գործերի նախարարի հայտարարությունները, դուք չեք տեսնում որ բանա փոխվել, թե ես ուրիշ երկրում եմ ապրում։ Պետական ֆինանսավորման մի երկ է Զանգեզուրում։ Հարգելիս, տարիներ շարունակ, ինչպես նաև հիմա, շատ ու շատ տարբեր տեղերում, որոնք որ հələ չեն կարողացել կանգնեցնել, չի հասել մեր ձեռները, հələ չենք հասցրել, շատ մեր հարևան երկրների տարածքները ներկայացնում ենք որպես մեր երկիր։ Ես գնացել էի, նկարվել էի միտեղ եւ ասել էի, որ սա իմ հայրենիքն է եւ այդ նկարը դուք ինձ անընդհատ, այսպես ասած, երեսով եք տալիս։ Այսինքն ես բարձրաստիճան պաշտոնյա էի։ Այսինքն այդ իմ արածները, մեր արածները հետ, իրանց արածները մեջ, ուզում հասկանում։ Դա պաշտոնյա չէի այդ ժամանակ։ Ես մանդիմադիր գործիչ էի, դա 2020 թվականի սեպտեմբերի 20 քանիսի նկար է եղել, պատերազմից 7 օր առաջ է եղել։ PR-ային բաներ են, Չէ, PR-ային չի, խաղաղություն ունի խնդիրներ։ Խաղաղությունը, որ հաստատվել է, ունի խնդիրներ եւ դրա համար է վարչապետը ասում, որ մենք պետք է իրան փայփայենք, գուրգուրենք, փորձենք առաջ տանենք։ Իհարկե խնդիրներ կան։ Ես հիմա, գիտեք ինչ, որպեսզի մեզ ինչ որ բաների մեջ չմեղադրեմ, հետո որ տեսախցիկները անջատեք, ես ձեզ առանձին կասեմ, հա, բայց ժողովուրդ ջան, մենք նույն բաներն ենք արել, տեղ-տեղ ավելի քիչ, տեղ-տեղ ավելի շատ եւ հիմա էլ ենք շատ բաներ անում եւ դրա համար գոյություն ունի բանակցություն, դրա համար գոյություն ունեն գործընկերական հարաբերություններ, դրա համար մենք խոսում ենք խաղաղության մասին, որը պետքա փայփայել, գուրգուրել։ Իհարկե Ադրբեջանի կողմից արված քայլեր կան, որոնք որ բացասական եւ մենք իրենց դրա մասին ասում ենք եւ իրանք իրենց հերթին մեզ էին ասում։ Իդեպ ես ձեզ ասեմ, նմանատիպ մի բան մենք ունեինք սահմանին կրակոցների հետ կապված, հա։ Հիշում եք մի ժամանակահատված կար, որ մեղադրում էին մեզ կրակոցների մեջ, մենք իրանց էինք մեղադրում կրակոցների մեջ, իսկ միջև պատերազմը դա գրեթե ամենօրյա ռեժիմ էր կրում։ Մենք ինչ արեցինք, ասենք եկեք ինֆորմացիան փոխանակենք։ Մենք ասենք մենք ինչ ենք արձանագրել, դուք ինչ եք արձանագրել եւ վերջնարդյունքում ինչ ունենք, Կարինե ջան, 2 տարին հեսա մի քանի օրից լրանում է, որ ճիշտ հասկացա փոխանակում ենք հիմա մենք այդ Չէ, հիմա չկա ինֆորմացիա, չկա կրակոց։ Իհարկե մենք ոչ թե փոխանակել ենք, այլ բան ենք արել, համեմատել ենք, թե կրակոց եղել է, թե կրակոց չի եղել, որ կողմից է եղել եւ այլն, եւ դրա որպես վերջնարդյունք մենք 2 տարի կրակոց չունենք։ Պարոն Սիմոնյան, հնարավոր է վերանալ։ Մի րոպե մի հատ Կարինեն ավերջացնենք։ Սիմոնյան, լավ, այս խաղաղության պայմանագիր եք ստորագրում, Միացյալ Նահանգներում ինչ որ Բայց Կարինե ջան, խես ասում ստորագրում մենք, դու հայ ես, դու Հայաստանի Լավ, ստորագրում ենք։ Ահա, Բայց ապրես։ Միացյալ Մի հատ էլ ասա ստորագրում ենք։ Միացյալ Նահանգների նախագահը, այսպես ասած, թքած ունի որևէ միջազգային կանոնների վրա, ՄԱԿ-ի իրավունքի վրա, այսպես ասած, իր ցանկությամբ Գրենլանդիան, Կանադան, Վենեսուելան համարում է իր տարածք, այսպես ասած, այդ կիսագունդը։ Դուք հույս ունեք, որ այդ թղթի վրա պայմանավորվածությունները այսպես հստակ որևէ արժեք ունեն։ Կարինե ջան, ես այդ հարցին պատասխանել եմ ձեզ բազմաթիվ անգամ։ Հա, պատասխանեմ, նույնիսկ օրինակ եմ բերել, երբ որ դու մեքենա ես նստում եւ ամրագոտին գցում ես, դա միանշանակ չի նշանակում, որ հարվածի դեպքում դու կենթանի կմնաս, բայց ռիսկը նվազեցնում է մաքսիմալ չափով։ Մենք այն ամեն ինչ որ արել ենք, մենք ռիսկը նվազեցրել ենք։ Այսօր որ 49 տարով այդ պայմանագիրը կնքվել է, դա նշանակում որ առնվազն 49 տարով ԱՄՆ-ն ինչ որ չափով բավականին մեծ նաև անվտանգություն է բերել Հայաստանի Հանրապետության սահմաններին եւ տարածքին։ Բայց այդ թրիփը նաև անվտանգային համակարգ է ինքը։ Ոչ միայն այն տրամաբանության մեջ, հա, որ առիթ չկա, որ Ադրբեջանը պրոբլեմ ունենա իր մի շրջանից մի շրջան ապրանք տեղափոխելու, ոչ միայն այն պատճառով, որ մենք նաև առևտուր ենք անում եւ դա ամրապնդում է, հետաքրքրություն ունի ԱՄՆ-ն այստեղ։ Այսինքն դա նշանակում է, որ բացի մնացած գործընկերներից, եվրոպացի գործընկերներից, ռուսաստանցի գործընկերներից, որոնք իրենց շահերն ունեն, տնտեսական շահերն ունեն, ԱՄՆ-ն նույնպես, ինչա՞։
չի հակասում, դա մենք այլ տրամաբանության մեջ ապրել ենք տարիներ շարունակ եւ հիմա երկիր կա մի երկիր, որը այդ այլ տրամաբանության մեջ ապրում է, երբ որ մի կենտրոնից է կախված։ Մենք մի կենտրոնի հետ մենակ ընկերություն ենք արել, այդ մի կենտրոնը երբ որ իրան հարմար է եղել ինքը ուրիշ տեղ գործ է ունեցել անելու, մեզ մանրադրամի տեղը տենց բան արել, մենք էլ նստել ենք, ասել ենք 3833 ինչա Չէ, միայն բառը մի հանի բովանդակությունից, հա, մի բանա, երբ որ դու մի երկրի հետ ես դաշնակից, մի բանա, երբ որ դու մի քանի երկրի համար ես դաշնակից, հա, մենք Եվրոմիության հետ էլ ենք դաշնակցային հարաբերությունների մեջ, Իրանի հետ էլ ենք դաշնակցային հարաբերությունների մեջ եւ պատրաստվում ենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ նման հարաբերություններ։ Ավարտեցինք։ Սիմոնյան, չէ, եւ այնուամենայնիվ